Հաշվետվեք ազգային ժողովին, և բացարձակապես քարի կամ գունավոր մեդալների մասնագետ չպիտի լինեն, որպեսզի հնչեցնեն այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը և մոտեցումները, և իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկա, բացարձակապես։ Ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների տեսակետը։ Եվ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել և պատասխանել պատգամավորի հարցերին պատշաճ բարեգործության։ Այդ որ ասում եք ախորը չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, նրանց անկյասը չես ամաչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել, ես տեք ավեր։ Այդ ձեր պատկերն ու ձեր ֆրակցիայի պատկերն, այդ ես ախորով էլ կառուցվել եք, եկել եք հիմա այդ ուզում եք բանում ձեր խմբակցության ներկայացուցիչը համարը չունեք, կարող փոխանցել, զանգ եք ասեք, ես ինչ ես անում։ Ոնց չի նասում, բաղով է կառուցողը, Տիկին Անդրեսյանին ես եմ, թե դուք եք կառուցողը, կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևոր է ընդհանուր ցուցակից է եղել։ Ես էլ եմ ասում, պատասխանատվության ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք և ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք, այդ ես բան, այդքան դժվար է լսել ճշմարտությունը։ Բայց չի տանում ուրիշ դաշտ, չի տանում ուրիշ դաշտ, վստակ ասում են, ամուրակ, վանդալիզմա ենթարկվել ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ, փոխանակ ասել դնում են սխալելու բան ճանապարհով, սա անա, ցուցակա, չգիտեմ ինչ, տեսան չէ որ չեք ասել, ամուրակ հնդիկների կուհարդոստար դարձել եք ուշասանում, այդ ես բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտա, որտեղ կարող այդտեղ հասնենք։ Որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեսյան, ասում հաջորդ մուտքերը կառուցելու կամ մրցույթը ունենալ, Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կազմակերպել։ Իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական փորձի անդամ է։ Շատ լավ է, բայց դե լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկետից, բանից, դες կան